մենք եկեք խոսանք, օրինագծերի վերաբերյալ, եթե ունեք իրավական կարգավորում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԱՑ-ին խնդրանքի մակարդակով են ասում այդ ամենը, որ նաև պատարագի տեքստը փոխի։ Մի հարցով էլ ես խնդրեցի որպես քրիստոնյա ԱԱՑ-ի եւ զերո արձագանք։ Այս ինչ խնդրականություն է քրիստոնյաների մեջ։ Ես ասացի, եկեք խոսենք ներկայացված օրինագծերի մասին, եթե չկան, քանի որ ներողություն։ Նախ եկեք հասկանանք, որ նման շրջանակի, ասինքն լրագրողների հետ նման շրջանակի հետ շփման, դա առաջին փորձն է, եւ եկեք մնանք կառուցողական դաշտում։ Ըստ էության ձեր գործունեությունը շատ նման է մեր գործունեության, այսինքն մենք բոլորս կներեք, բայց ոչ մեկ։ Բայց ես ձեզ չէի ընդհանրում, երբ որ դուք հարց եք տալիս։ Մենք բոլորս անում ենք մեր աշխատանքը եւ տեղեկատվություն ենք հավաքում, հավաքագրում տեղեկատվություն, որը օբյեկտիվ պետք է լինի եւ մաքսիմալ ճիշտ գնահատվի։ Բայց փաստորեն նոր գործառույթի մասին խոսեց վարչապետը, ասելով, որ գնում խնդրում է ԱԱՑ-ն, մենք չգիտենք, որ մենք հիմա խոսում ենք մեր նոր գործառույթի մասին, այսինքն խոսում ենք ազգային անվտանգության ծառայությունում արտաքին հակահետախուզության մասին։ Եթե դրա շրջանակներում խնդրեմ։ Մի հարց էլի, դուք քանի որ ոնց հասկացա օրենսդրական եւ իրավական մասն եք նաեւ համակարգում։ Ճիշտ եմ, դուք ներկայացնում եք նախ ո՞րն է ձեր, եթե կներկայացնեք։ Դե դա փակտ է կապությունը։ Հիմա այս նախագծի հետ կապված ինչ է ենթադրում, այսինքն ինչ նոր գործառույթ է տրվելու ԱԱՑ-ին։ Որևէ նոր գործառույթ չկա, մեր գործառույթները հստակեցում են ընդհանրապես։ Որ մասով փոխվում։ Հստակեցում են գործառույթները, որ օրինագծերում մանրամասն ներկայացված են եւ մանրամասն այդ ամենը դուք կարող եք տեսնել։ Հիմա ես հարցս հետեւյալն է, նայեք, դուք ես որպես գործառույթ եմ հարցնում ձեր կարծիքը։ ԱԱՑ-ն ունի գործառույթ հայ առաքելական եկեղեցու տարիներ շարունակ հնչող այդ պատարագի տեքստը։ Ես ձեզ հերթական անգամ պատասխանում եմ, եթե ներկայացված գործառույթների, ներկայացված օրինագծերի սահմաններում ունեք հարցեր, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Իսկ այս հարցին ինչու չեք ուզում արձագանքել։ Գուցե խնդիրն այն է, որ դա չի մտնում ձեր լիազորությունների մեջ եւ դուք դրա համար չեք ուզում արձագանքել։ Շնորհակալ եմ բոլորին։ Դուք չեք ուզում Նիկոլ Փաշինյանի նման ժողովրդավար լինել։